Բոլոր ժամանակներում մարդիկ ձգտել են կատարելության և գեղեցկության, սակայն այս հարցում կանայք առավել բծախնդրություն են ցուցաբերել։ Կնոջ գերխնդիրն է միշտ լինել նորաձև և ոճային, միայն թե տոնական օրերին հարցը լրջանում է։ Ինչպիսի հագուստ կրել ամանորի գիշերը, խորհուրդ է տալիս հայտնի ոճաբան Արայիկ Գաբաջյանը։ Ամանորի գիշերը պետք է սովորաբար լինել շատ շքեղ, ներկայանալի, այդ չգիտեմ, փոքրուց էլ ինձ մոտ թելադրվել է, որ այդ օրը նոր հագուստ պետք է կրել, կարծում եմ ճիշտ է, նոր կյանքի, նոր տարվա սկիզբ պետք է նորը կրել, լավ կլինի, որ կրեն մի բան, որը իրենից կունենա կարմիր և ոսկեգույն մի փոքր դետալ, որ այս տարվա գույներն է, հրեղենձի ու սիրած գույներն է, և մնացած բոլոր տարիները, եթե նորաձևություն թելադրողներն ասում էին, որ պետք չի դետալային որևէ ոսկի իր կրել, այս տարի ցանկալի է կրել և նույնիսկ պարտադիր է։ Եթե 2025-ին ավելի նորաձև էին մեղմ գույները, 2026-ը մեզ խոստանում է վառ, աչքի ընկնող, միևնույն ժամանակ նուրբ, խաղաղ, ծովային երանգներ։ Սպիտակի բոլոր երանգներն են նորաձև, կլինի լիմոնի, կլինի կանաչի, կլինի բեժի երանգները, արդեն առաջ եկած սպիտակի տեսքով և միևնույն ժամանակ շատ նորաձև են վառ կարմիրը, վառ նարնջագույնը, կապույտ, մանուշակագույն, ոսկեգույնն է շատ նորաձև, իմ սիրած գույնը երանգը։ Փետուրները շատ նորաձև են այս տարի, բայց ավելի ծանր գործվածքների հետ, վերնահագուստների, պալտոների, պիջակների հետ, որոնք ավելի նուրբ, թեթև ու խաղացող եթերային էֆեկտ են տալիս։ Այս տարի շատ նորաձև է 80-ականների մեծ թևերը և հսկայական ուսերի ֆորման, որը ամեն տարի փորձում են մի փոքր ներմուծել, բայց չէր ստացվում լիովին ներմուծել, այս տարի շատ մեծ թափով նորաձևության մեջ ակնհայտ երևում է 80-ականների լայն ուսերը ու շատ մեծ թևերը։ Ոճաբանն անդրադառնում է աքսեսուարների կարևորությանը, խորհուրդ տալիս տոնական զգեստների, ինչպես նաև առօրյա հագուստների հետ համադրել ու կրել այն, այդպես նորաձև է։ 2026-ին շատ նորաձև են մեծ աքսեսուարներ, աչքի ընկնող և ամենակարևորը միագույն, առանց քարային լուծումների, սա վերաբերվում է թևնոցներին, մատանիներին, վզնոցներին, այն կարգի, որ մեծության հաշվին մարդուն գիգանտ է սարքում, նրանցից մի բան կուզեմ ներկայացնել թևնոցները, որոնք շատ նորաձև են, շատ մեծ չափերի և շատ նորաձև են դոշի բրոշները, այսպես ասված, և քարային և մետաղային լուծումներով, որոնք դառնում են լրացումը ընդհանուր կերպարի։ Տվիդերն շատ նորաձև է 2026-ին, ավելի հստակ ֆորմայի տաբատներն են նորաձև, որոնք ընդգծում են մարդու սիլուետը։ Հայաստանում ոճաբանին դիմելու մշակույթը դեռ զարգանալու տեղ ունի, սակայն Գաբաջյանն առաջընթաց է տեսնում, հայ երիտասարդները հատկապես վերջին տարիներին բուռն կերպով հետևում են նորաձևության առաջարկած թրենդներին։ Դա կլինի դետալային, կլինի թեկուզ իրենց պահվածքի, մի փոքր աքսեսուարի տեսքով, բայց շատ հետևում են նորաձևությանը, որը շատ ուրախալի է ինձ համար։ Ես կուզենայի, որ հայ ժողովուրդը, հայերը հագնվեին այնպես, ինչպես իրենց է դուր գալիս։ Միևնույն ժամանակ պահպանելով թրենդերը, նորաձևության թելադրած կանոնները, բայց չդառնային նորաձևությանը գերի, որովհետև դա արհեստականորեն այսպես թե այնպես ակնհայտ երևում է։ Հաճախ ոճաբանն ինքն է ընդվզում նորաձևության կանոնները։ Կա բաներ, որ հագնում եմ այն, կրում եմ այն, ինչ ինձ հետաքրքիր է, այն ինձ հարմար է։ Ճամփորդելիս, տանը, թե փողոցում, ոճաբան Արայիկ Գաբաջյանի ստեղծագործական միտքը միշտ վերելքում է։ Ամեն անգամ տարբեր բաներից եմ ոգեշնչվում, կարող եմ մի անգամ ճանապարհորդեմ միտեղ ու տեսնեմ, չգիտեմ, նույն փողոցում կանգնած մի հատ մարդ ու իր ֆակտորան համեմատելով այդ ճարտարապետության ֆակտորայի հետ միասին հետաքրքիր իդեա կա, անպայման նշում եմ ինձ մոտ ու գալիս եմ այդ իրականացնում եմ։ Չկա բան, որ մտածեմ ու որ պետք է իրագործեմ ու չիրագործեմ։ Գիշերվա ժամը 4-ն լինի, 5-ն լինի, այդ ամեն ինչ պետք է իրագործեմ, որ հասկանամ դա ինձ դուր եկավ, դա կարելի է օգտագործել նորաձևության մեջ կամ մի նոր զգեստ ստեղծելու համար, թե ոչ։
Արայիկ Գաբաջյանը Հայաստանը եվրոպական զարգացած երկրների հետ է համեմատում, ասում է մենք առաջատար ենք։ Եթե դրսում նորաձևությանը հետևում է օրինակ բնակչության 10%-ը, ապա մեր երկրում ցուցանիշը հասնում է 40-ից 50%-ի։ Հազարավոր նորաձև ու շքեղ զգեստների հեղինակը փաստում է, ինչքան էլ հագուստը նորաձև լինի, այն առաջին հերթին պետք է հարմարավետ լինի։ 2026 թվականն ըստ արևելյան օրացույցի կարմիր հրե ձիու տարի է։ 2026-ի ամանորը նորաձևության աշխարհում խոստանում է լինել թեթև, փայլուն եւ նորարար։ Նորաձևության հետ քայլելն այդքան էլ պարտադիր չէ։ Ընտրեք ձեր տեսքն արտացոլող զգեստ եւ որ ամենակարևորն է, տարին դիմավորեք բարձր տրամադրությամբ։ Հասմիկ Վարադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։